Մանե Գրիգորյանի ժամանցային հենց այնպես հաղորդման հյուրերն էին երգչուհի Հասմիկ Կարապետյանը և երգիչ Վարդան Բադալյանը։ Հաղորդման ընթացքում Հասմիկ Կարապետյանը պատմել է մի զավեշտալի դեպք, որը քննարկումներ է առաջացրել։ Հասմիկի հետ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Երգչուհու խոսքով իրենք մի խումբ արտիստներով այցելել են Արենի գյուղ ու ինքը պետքարանից հետ վերադառնալիս բացահայտել է, որ հեռախոսն իր մոտ չէ, այն ընկել է։ Առաջին մարդն, ում Հասմիկը խուճապահար պատմել է այդ մասին, եղել է Ավետ Բարսեղյանը, ու որ ավելի ծիծաղելի է, պարզվում է Հասմիկը միակ մարդը չէ, ով դարձել է հենց այդ պետքարանի զոհը։ Պատմությունը պատմելու ողջ ընթացքում Հասմիկ Կարապետյանը չէր կարողանում զսպել իր ծիծաղը։ Երգչուհին նաև նշել է, որ ի վերջո նրանք կարողացել են իր հեռախոսը դուրս բերել այնտեղից, քիմմաքրման տանել ու ապա երգչուհին կարողացել է օգտագործել իր հեռախոսը։ Այս տարիների ընթացքում Հասմիկ Կարապետյանը իր ուրույն տեղն է գրավել հայկական շոու բիզնեսում ու հանրության սրտերում։ Նրան սիրում են ու սպասում նրան նոր երգերին։ Երգչուհին հաճախ նաև մասնակցում է հարցազրույցների, որտեղ խոսում է տարբեր թեմաների մասին։ Հերթական հարցազրույցը, որին Հասմիկը մասնակցել էր, 24 TV-ի եթերում էր։ Հասմիկը արդեն տևական ժամանակ է, որ երեխաների հետ գտնվում է Հայաստանում, իսկ ամուսինը Շանթը Կանադայում։ Այս իրավիճակը խոսակցություններ էր հրահրել, որ միգուցե երգչուհին բաժանված է, սակայն դեռևս չի բարձրաձայնում այդ մասին։ Թեմային անդրադառնալով հարցազրույցի ընթացքում Հասմիկը դիմել էր ամուսնուն։ Այ Շանթ ջան, ես որ ասում եմ երեխաների հետ ավելի շատ երևա այստեղ կամ այնտեղ, չես լսում, ապա հավելել էր. հիմնականում ես եմ երեխաների հետ լինում և ինստագրամյան իմ հետևորդների խնդրանքով երեխաների հետ շատ սթորիներ եմ թողարկում։ Հնարավոր էր, որ ստեղծվեր այդպիսի տպավորություն։ Ես ընկերուհիներիս միշտ ասում եմ, հիմա նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես միայնակ մայր եմ։ Հանրությունն էլ հենց այդպես մտածել է։ Սիրելիներս, մենք մոտ 10 տարի ապրում ենք Հայաստանում, Երևան քաղաքում։ Բացակայել ենք հայրենիքից միայն ամուսնուս աշխատանքի բերումով։ Կանադայում ապրել ենք 6 ամիս։ Սա զուտ հասարակության ֆանտազիայի թռիչքն է, անկեղծացել էր երգչուհին։ Նույն հարցազրույցի ընթացքում Հասմիկ Կարապետյանը նաև անդրադարձավ այն մտքին, որ ինքը տարիներ առաջ էր հնչեցրել. լավ տղամարդու կողքից կինը չի հեռանում։ Հասմիկը շեշտել էր. դա ոչինչ չէր նշանակում, ես ասել եմ մի բան, կարծիք, որը ես չեմ հորինել, բայց ես համամիտ եմ և նույնը կարող եմ ասել, որ լավ կնոջ կողքից երբեք տղամարդը չի հեռանում։ Սա շատ հարաբերական թեմա է և ունի իրավիճակներ, որոնք տարբեր են։ Եթե ես հնարավորություն ունենայի տեսնել Հայկոյին, կասեի շնորհակալ եմ, որովհետև ինքն իմ առաջին ուսուցիչն է եղել անձնական դաշտում և տվել է հնարավորություն հենց մեր բաժանումով կայանալ, դառնալ ինքնուրույն, իմաստանալ, անցնել ճանապարհ, որի մասին ինքս պատկերացում չունեի, որ կկարողանամ ինքս ինձ լավ ճանաչել, և շնորհակալ եմ իրեն, որ ինքը ցույց տվեց, թե ես ինչքան ուժեղ կին եմ։ Եթե ինքը չլիներ իմ կյանքում, ես գուցե մնայի ինչ-որ մակարդակի վրա և չաճեի, դրա համար ես իրեն շատ շնորհակալ եմ, նշել էր երգչուհին ու հավելել. հարգանքից ելնելով մի մարդու հանդեպ, ով շատ տաղանդավոր էր և իմ կարծիքով դեռ շատ կապրի, որովհետև մեծ ամագ է թողել երգարվեստում, ես փակում եմ այդ թեման ու այլևս չեմ ուզում խոսել Հայկոյի մասին, արդեն նույնիսկ ամոթ է խոսել այդ մասին, նշել էր երգչուհին։ Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր նաև arm.lur.am-ին, զրույցի ընթացքում անդրադառնալով շատ թեմաների։ Star News-ը հետևել էր զրույցին, առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Յուրաքանչյուր մայրիկի կյանքում ժամանակի և կյանքի առավել մասը զբաղեցնում են երեխաները, սակայն ես այն կանանցից եմ, որ երբեք դրանով չեմ բավարարվել։ Դա շատ քիչ է ինձ համար, դա ուղղակի իմ կյանքի բնականոն ընթացքն է։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, և քանի որ բալիկներս արդեն մի քիչ մեծացել են, աղջիկս արդեն դպրոց է գնում, տղաս մանկապարտեզ, ես արդեն 3-4 տարի է փորձում եմ զբաղվել երգարվեստով։ Ունեմ իմ նվագախումբը և արդեն հասցրել ենք շատ հետաքրքիր ծրագրերով հանդես գալ Երևանի ճանաչված ակումբներում։ Երգչուհին խոսել էր նաև այս շրջանում տիրող անտարբերության և երաժշտական աշխարհի հանդեպ վերաբերմունքի մասին։ Բնականաբար, այս անտարբերությունն ունի իր պատճառները, որովհետև վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդը սթրեսային իրավիճակներում հայտնվեց, հաղթահարեց, բայց մի բան կա, որ չի վերականգնվում։ Ես հիշում եմ, առաջներում ինչ որ լինում էր,
Մարդիկ շատ հեշտ ու հանգիստ դուրս էին գալիս այդ ընկճախտից, սթրեսային իրավիճակներից։ Անտարբերություն է մտել բոլորիս սրտերում ու հոգիներում։ Շատ ու շատ անգամներ ես իմ կյանքից ոչ դրական օրինակներ եմ բերում, բայց ասում եմ, որ ես դեռ ուզում եմ ապրել։ Իսպառ կորել է հետաքրքրությունը։ Ես նկատել եմ, որ ցավոք սրտի պահանջված են արևելյան մելիզմներով, կլկլոցներով երգերը։ Ես երբեք չեմ եղել այն երգչուհիներից, ովքեր հազարավոր տեղանոց դահլիճներ են լցրել։ Ես շատ լավ ժամանակահատվածներ եմ ունեցել, սեր և հարգանք եմ վայելել։ Մարդիկ ինձ ամենուրեք, գրեթե ժպիտով են ընդունում։ Ես ինձ երբեք նրանցից վերջ չեմ դասել։ Այո, հիմա դժվար է դարձել գումար վաստակել մասնագիտությամբ, որովհետև համերգներն են շատ պակասել։ Էլ չկան նաև արտերկրից համերգների հրավերները։ Ընտանիքի և կարիերայի մասին խոսելով Հասմիկ Կարապետյանը նշել էր. «Երբ ընտանիք կազմեցի, շատ դեպրեսիվ իրավիճակի մեջ հայտնվեցի, որովհետև երկար ժամանակ արվեստում չէի ստեղծագործում։ Հետո հասկացա, որ չեմ կարող չզբաղվել կարիերայով։ Ես դեռ չեմ կարող հիմա չլինել բեմում։ Երբ ինձ ասում էին, դե հիմա ընտանիք ես կազմել, թող էլի, էս ամեն ինչը։ Ոնց որ դանակով իմ սիրտը կտրատեին, մի քանի մասերի, նույնիսկ էդ խոսքից ու որ ես հասկացա, թե ուզում եմ երջանիկ անձ լինեմ, երեխաներիս համար հոգեպես առողջ մայր լինել, պիտի շարունակեմ երգել։ Ես դա շարունակում եմ կյանքի գնով և ինձ մոտ ստացվում է։ Ընտանիքն էլ չբուժեց ու չծածկեց այն բացը, որը տվեց արվեստի պակասը։ Նույնիսկ մտածում եմ, կարողա պիտի չամուսնանայի, ընտանիք չկազմեի ու լիարժեք նվիրվեի արվեստին, ամուսնանայի արվեստի հետ։ Ես ամուսնուս ասել եմ, որ օրը կասես կամ ընտանիք կամ ստեղծագործական կյանք, ես հաստատ կհիասթափվեմ», նշել էր Հասմիկը։ Ապա նաև հավելել. «Ես չեմ կարծում, որ ամուսինները կես են։ Նրանք տարբեր մոլորակներ են։ Աստված շատ լավ հասկացավ, ով պետք է լինի իմ կողքին, ինչ տեսակի տղամարդ, որպեսզի ընդունի իբրև արվեստի մարդ, առաջինը, և հանկարծ խոչընդոտ չհանդիսանա իմ երգարվեստում լինելու համար։ Դրանք ինձ համար շատ կարևոր կետեր էին, որոնք որ եղան։ Ես դա կանչեցի երևի, դրա համար էլ եկավ։ Երբ Շանթը 14 տարեկան է եղել, ես 21, իմ նկարը իր սենյակի պատին է փակցված եղել։ Ես իր երազանքն եմ եղել։ Նույնիսկ երբ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ եղել, ինքը ինձ գրել է, որ ուզում է ծանոթանալ ինձ հետ։ Ես ասել եմ, որ նշանված եմ, բայց ինքը միշտ հավատացել է իր այդ երազանքին, որը շատ անհասանելի էր ի դեպ։ Չէին կարող երկու մարդ, մեկը երգչուհի, մյուսը մեկ այլ մասնագիտությամբ, մյուսը Դեթրոյթում ապրող, մեկը Հայաստանում, այդպես հասուն տարիքում հանդիպել», նշել էր Հասմիկ Կարապետյանը։ Դե իսկ Star News-ն այս օրովակի համար առանձնացրել էր այսքանը։